Նստել եմ Արկադի Պայդյանի հետ, ով ժառանգության թեկնածուն է Վաղարշաբադի քաղաքապետի, շատ բարդաջանաչ, բարգեշտ գարավարիչ, նվիրյալ ազատամարտիկ, թիմային գործանող, ոչ թե խաղացող, այլ աշխատող, եւ մի մարդ, ով իր հավաքականի հետ, Այծեմնիկի, Անուշի, Մրազի եւ բոլոր մնացածների հետ հայտ են ներկայացնում բոլորից ազատ, բոլորից անկախ, աբակա ցույց տվող մի ճանապարհ առաջարկելով Էջմիածնի, Վաղարշաբադի քաղաքի եւ հարակից գյուղերի ժողովրդին։ Ոչ մեկից գախյալ չլինել։ Սեփական խիղճը Աստված, հայրենիք եւ օրենք եւ իրավունքի իշխանություն, որը խոստանում է վերադարձնել կամ տալ Էջմիածնին, Արկադի Պայդյանը եւ իր բոլոր գործընկերները։ Մենք տեսնում ենք սակայն, թե ինչ իրավիճակում է գտնվում այս ընտրարշավը, բայց նորություն չէ Հայաստանի համար։ 30-35 տարի այս նույն վիճակի մեջ ենք, քիչ թե շատ։ Տարբեր իշխանությունների օրոք, ընտրաշրջաններ ենք անցկացրել, եւ այդ երևույթները մեզ համար նորություն չեն։ Դա արձանագրում ենք։ Այստեղ չի լինելու վերադարձ իր շրջանս յուր, բայց նաեւ չի լինելու այսօրվա շարունակությունը, որ այդ բոլոր արադների, սխալների, հանցանքների, զանցանքների հավաքածոն է, ամփոփումն է։ Մի խմբակ, մի մարդիկ, հիմա ցուցակներ, ովքեր եկան իշխանության մեծ խոստումներով, բարձր հանձնարարություններով, անցյալը շտկելու, սխալները ուղղելու, նոր տեսակի Հայաստան բերելու, Արցախը բահելու, եկեղեցու անկախությունը, ինքնուրույնությունը, թրիչքը հարգելու եւ սեփական ժողովրդին քաղաքացիների իրավունքները ամեն ինչից բարձր բահելու համար, ոչ թե արիդ անարիդ արդեն իրենց ամփոփչադիրության ախորժակով, ով խոսում է դեմ, նստացրել, մեգուսացնել, բանդարգել, անգամ սպանել։ Եվ մենք տեսել ենք, թե ինչպես արդեն այդ ուժ ասենք, խմբակ ասենք, ցուցակ կարևոր չէ, արդեն գիտենք, թե ինչ պետք է փոխվի մեր իրական կյանքում, իրական Էջմիածնում, իրական Վաղարշաբադում։ Եվ այս իշխանությունը պետք է ամեն գնով պետք է փոխվի։ Ձերբակալում են մարդկանց այս կամ այն բادرվագով, բողոքում էին նախկին իշխանություններից, վարչական ինչ-որ ռեսուրս են օգտագործում ընտրությունների ժամանակ, ճիշտ էին ասում, մենք ժառանգությունն են դիմադիրել իրենցից ավելի բոլոր իշխանություններին, բայց այն ինչ որ մենք տեսնում ենք այսօր, աննախադեպ լկտի, զազրելի հարձակում է իրավունքի վրա, վարչական ռեսուրս, մարդկանց վախեցնել, մարդկանց ստիպել, եկեղեցու մասին են խոսում, հոգևորականների դեմ են ինչ-որ փոքրիկ սլակ բռնել, բայց իրենք են իրենց ուղնուձուձով, իրենց փոքրիկ գլխիկով, բզդլիկ մարդուկով, ովքեր իջեցնում են այս իրենց վերջի ամիսների ընթացքում այդ հրահանգը, այդ ստիպողականությունը, որ դու պիտի ներկայանաս այս անօրեն պայքարին, լինի դա Վաղարշաբադում, Երևանում, Գյումրիում, Փարաքարում, թե Հովանավանքում։